Այնինչ արեց Ալիևը Արցախում եւ մնաց անպատիժ, նույնը Իսրայելի վարչապետն է անում Գազայում։ Արևելագետները վստահ են, անպատժելիությունը ծնում է ավելի արատավոր հանցագործություններ։ Դա ակնհայտ նմանություններ կան, երբ որ հոկտեմբեր 2025-ից սկսվեց այդ պատերազմը, դրանից ընդամենը 1 ամիս առաջ տեղ ունեցել Արցախում էթնիկ զտում, անգամ 1 ամիսը չէ, մի քանի օր առաջ, հա։ Եվ բնականաբար այդ հաջող գործողությունը Իլհամ Ալիևի վարչակարգի իրականացրած, ես վստահ եմ, որ ինքը հավելյալ ոգեշնչում էր Իսրայելի համար, որ կարելի է նաև նման գործընթաց իրականացնել Գազայում եւ հաջողել։ Գերտերություններն արձանագրում են Գազայում տեղի ունեցող ցեղասպանությունը եւ այդ թեմաները հայտնվում են հեղինակավոր լրատվամիջոցների գլխագրերում, բայց միայն այդքանը։ Հայտարարությունները, կոչերը, որ անում են միջազգային մարդասիրական կազմակերպությունները, ոչ մի կերպ չեն զսպում Իսրայելին։ Եվ հիմիկվա այստեղ նշածոնակ նույն իբր պատժամիջոցների իմիտացիա, որ եվրոպական միության երկրներն են փորձում նախաձեռնել, դրանք ավելի շատ այսպես ցուցադրություն են, ինչ որ գործողություն, թե իբր մենք մտահոգ ենք։ Իսրայելի ու Պաղեստինի միջև որպես խաղաղարար կանգնած Քաթարը սեփական շահերն ունի, հիշեցնում է արևելագետ Արմեն Պետրոսյանը։ Հակամարտությունը փորձում է կարգավորել Դոհան, զուտ իր իմիջը աշխարհում բարձրացնելու համար։ Սա փոքր պետություն է տարածաշրջանը, որը ունի մեծ ամբիցիաներ, մեծ հեղինակություն եւ այսպես անխնա միջոցներ է ծախսում տարբեր հակամարտություններ որպես միջնորդ լինելու եւ դրանով իր հեղինակությունը աճեցնելու։ Իրեն մեծ հումանիստ հռչակած Էրդողանը, որ Նեթանյահուին անվանում է ցեղասպան, կոնֆլիկտ լուծող չէ, համոզված են փորձագետները։ Չնայած Անկարա-Թել Ավիվ կոշտ հռետորաբանությանը, ոչ պաշտոնական տեղեկություն կա, որ այդ երկու պետությունները դեռ համագործակցում են մի քանի ոլորտներում։ Անկամ Թուրքիան եթե կարողանար, հա, եթե այդքան սրտացավ էր իրոք անկեղծ էր պաղեստինցիներին աջակցելու հարցում, դա կարող էր զուտ խոչընդոտել նավթի ուրեմն ապահովումը, որտեղ նավթը հիմնական հատվածը Իսրայելի պահանջարկի ադրբեջանից է գալիս եւ Թուրքիայի տարածքով է գնում։ Գազան մերձավոր արևելքի ռիվերա դարձնել ցանկացող Թրամփի վարչակազմը 60-օրյա հրադադարի ռեժիմ է ուզում մտցնել, գրում է Reuters-ը։ Ըստ բրիտանական պարբերականի, առաջիկա շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգները ցանկանում է փոխանակել պատանդ բանտարկյալների։ Ըստ ծրագրի 28 իսրայելցի գերիներ կփոխանակվեն 1236 պաղեստինցի գերիների ու 180 դիերի դիմաց։ Եթե այս քննարկող հրադադարը կայանա, ինքը ժամանակավոր բնույթ է կրել, այսինքն Իսրայելը որոշակի թվով պատաններ փորձել է ստանալ եւ դրանց հետո նա շարունակել է գործողությունը, քանի դեռ իր գերխնդիրը չի լուծել։ Նեթանյահուի համար Գազայի խնդիրը լուծել նշանակում է օկուպացնել Գազայի հատվածն ամբողջությամբ։ Այնտեղ սովից կոտորվող մարդիկ անճարությունից ներխուժել են ՄԱԿ-ի սննդի պահեստներից մեկը, իրենց երեխաների համար ուտելիք գողանալու։ Իրար ձեռքից սնունդ խլած պաղեստինցիները ծեծել, սպանել են իրար։ 4 զոհի մասին են հայտնում լրատվամիջոցները։ Մարիամ Ամիրջանյան, Հարություն Մաթևոսյան, Հայլուրի համար։